Ձեր փաստաբանունի ինչ-որ բան ասելու։ Մեր փաստաբանս բարև ձեզ։ Կմոտենաք նախաքննությունը օրից վերջացրեց, բարև ձեզ։ Մի քիչ առաջ կգաք։ Շնորհակալ եմ։ Ինչու են մեղադրում գլխավոր մեղադրյալին։ Պարոն Մխիթարյանի մասին է խոսքը, չէ, այս պահի դրությամբ չեն մեղադրում պարոն Մխիթարյանին, չէ։ Դեռ մեղադրում, ոչ։ Չէ։ Կհասցնեն։ Ինֆորմացիա ունեք։ Ահա, բայց բավար բերել հասցնել։ Չէ, այս պահի դրությամբ ունենք մի իրավիճակ, որ պարոն Մխիթարյանին կանչել են ՎԿ-ի դատավորական կարգավիճակում հարցաքննության։ Ուղղակի ժամանակահատվածն է մեր համար մի քիչ, այսպես ասած, մեղմ ասած տարօրինակ ընտրված ու մի քիչ զուգադիպություններն են անհասկանալի, անակնկալելի։ Իմ միակ ինֆորմացիան ունեցած այն է, որ վարչական վարույթի հետ կապված կանչել են հարցաքննության պարոն Մխիթարյանին, զուտ վարչական վարույթի հետ կապված, որը իրականացվել է 2024 թվականի մայիսին, այսինքն գրեթե 1 տարի առաջ, էլի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Մխիթարյանը այս պահին զբաղված է բուն հենց նախընտրական քարոզչական գործունեությամբ, ընտրություններն էլ 10 օր մնացել, ինձ թվում է ժամանակը մի տեսակ տարօրինակ ընտրված, էլի, որը արդեն որոշակի մտածմունքների տեղիք է տալի ըստիս։ Մի քիչ ուշ չեն գլխի ընկել, որ այս մարդը։ Հենց այդ եմ ասում, էլի, հենց այդ եմ ասում։ Չգիտեմ, միգուցե կարող է կանչել են հարցաքննեն որպես ՎԿ ինչ-որ հարցի շուրջ, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդը այս պահին կարող է զբաղվել քարոզչությամբ Գյումրիում, ինչպես օրինակի համար իր մյուս հակառակորդը, այսպես հիմնական հակառակորդը, այսպես ասած իշխանական թևի ներկայացուցիչ, անունը Սարիկը։ Հիմա պարոն Մխիթարյանն էլ ըստ էության հարության մոտ ընկալվում է որպես, այսպես ասած, հիմնական հակառակորդ գործող քաղաքական իշխանության ներկայացուցչին ու այս հանգամանքը շատ տարօրինակ է, էլի իմ կարծիքով։ Ինչևէ բարձրանանք, հասկանանք ինչ է ուզում արած լինի նախաքննական մարմինը, ըստ այդմ ավելի լայնածավալ տեղեկատվություն կտանք ձեզ։ Պարոն Գալստյան, այդուհանդերձ եթե օրինակ իրենք ասեն, որ դուք վարել եք զրկված վարորդական իրավունքով, եթե ես ճիշտ գիտեմ, այդ օրենքը վարչականից բացի նաև որոշակի քրեական որոշակի կոմպոնենտների դեպքում քրեական մաքսիմալը որ ինչ որոշակի դեկեք առաջ չգնանք բանական, այնտեղ տարբեր ձևաչափեր կան։ Առաջին անգամ կա, չէ, ցմա ազատազրկում, վստահ եմ դուք լավ գիտեք, որ նույնիսկ ազատազրկման տեսքով պատիժ նախատեսված չի, ինչքան ես գիտեմ, դե չէ, հուսով եմ այդ վիճակի չենք հասել, բայց ես միայն հուսով եմ, լիահույս եմ, այսպես ասած։ Բարձրանանք, հասկանանք, դե չէ, այդ վիճակը իմ կարծիքով չի լինի։ Միգուցե ինֆորմացիա ունեք, չեք ասում։ Ես ենթադրում եմ, որ ուղղակի որ Կարողաշավի շրջանում ընդդիմադի տեխնացիին բերել հասցրել են։ Առնվազն խնդրահարույց է, պետք է բոլորս էլ համաձայնենք։ Բարձրանանք, հասկանանք։